Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները, նաեւ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահին պատմել եմ ընթացիկ իրավիճակի, Իրանի ու ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մասին։ Քննարկել ենք նաեւ Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Մեր ռուս բարեկամները փոխանցեցին անհրաժեշտ տեղեկատվություն, ասել է Արաղչին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքը Ուկրաինայի հարցով։ Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ իր եւ Սթիվեն Ուիթքոֆի շփումների մասին։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել։ Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին եւ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հայտնի է, որ փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը եւ Իրան-ԱՄՆ լարվածությունը։ ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել, որով հաստատել են հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը։ Նախապատրաստվում է ներդրումային հիմնադրամի ստեղծումն Ուկրաինայի վերակառուցման համար, հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նշվում է, որ մնում է վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը, ստորագրել այն, ապա վավերացնել փաստաթուղթը խորհրդարանում։ Ապրիլի 17-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Կիևը հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեն ապրիլի 24-ին։ Պաղեստինյան Համաս շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը, հայտարարելով, որ պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները պատերազմի ավարտի եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ 59 պատանդ դեռ մնում է Համասի մոտ գերության մեջ, նրանցից 24-ը ողջ են համարվում։ Իսրայելի վերջին առաջարկը ենթադրում էր 45-օրյա հրադադար 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Մարտի 18-ից իսրայելական ուժերն ուժեղացրել են օդային, ցամաքային եւ ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում եւ ընդլայնել ցամաքային գործողությունները։ ԱՄՆ օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդան նահանգում։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նավերը շարունակել են այս նավահանգստով վառելիք մատակարարել հութի ապստամբներին, որոնց ԱՄՆ-ն ահաբեկիչ է ճանաչել։ Ինչպես հայտնում է Ալ-Մայադինը, հարվածների հետևանքով նավահանգիստը հրդեհվել է Եմենի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 13, վիրավորվել 30 մարդ։ Ալ-Մասիրը հայտնել է 22 զոհի մասին։ Հութիները հարվածները որակել են ռազմական հանցագործություն եւ զգուշացրել, որ դրանք անպատիժ չեն մնա։ Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի Թալահասի քաղաքում գտնվող պետական համալսարանի շենքում, առնվազն 5 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակը բացողը բերման է ենթարկվել, ենթադրվում է, որ նա միայնակ է գործել։